Մեր այսօրվա հաղորդումը Դոգմականնով Վարդան Ղուկասյանին չեն արտահանձնի Հայաստան։ Նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր Ազատությանը փոխանցեց, որ այդ մասին որոշում է կայացրել ԱՄՆ միգրացիոն դատարանը։ Վարդան Ղուկասյանն ԱՄՆ-ում չի կարողանա մնալ, քանի որ ըստ որոշման նա խախտել է ԱՄՆ միգրացիոն կարգը։ Սակայն փաստաբանը նշեց, որ սահմանված ժամկետում դատարանի որոշումը բողոքարկելու դեպքում դատական ակտը օրինական ուժ չի ստանա եւ հետեւաբար Ղուկասյանը կշարունակի մնալ Միացյալ Նահանգներում։ Առայժմ հայտնի չէ, թե ԱՄՆ-ից ուր կմեկնի Վարդան Ղուկասյանը, սակայն ըստ փաստաբանին նա տեղաշարժվելու խնդիր չունի, քանի որ նրա նկատմամբ այլևս միջազգային հետախուզում չկա։ Դոգին արտահանձնելու միջնորդությունը մերժելու տեղեկությունը Ազատությունը փորձեց ճշտել նաեւ գլխավոր դատախազությունից, սակայն այնտեղից փոխանցեցին, որ չեն մեկնաբանում։ Եթե խնդիր ունես Գարեգինի հետ, լույսի դա դռների ետևում, բայց ոչ թե քո հացագործությանը մասնակից դարձրու ամեն ժողովրդի։ Որտորում են սիրելի ժողովուրդ, ձերս մնացեք այդ Հայոյախառն արտահայտություններով հայտնի Վարդան Ղուկասյանը, որ տևական ժամանակ է ուղիղ եթերներից զրկված է, հայաստանյան քաղաքական անցուդարձին մեկուսարանից արձագանքում է հեռախոսային ձայնագրություններով։ նորից անդրադառնամ Մերձավանի սպանությանը, գիտեք ինչ, ես իմ մասնագիտական կարծիքով կարող եմ ասել, որ սա անձնական հողի վրա կատարված սպանություն չի, դա բացառվում է։ ԱՄՆ-ի միգրացիոն վարչությունը Վարդան Ղուկասյանին ձերբակալել էր այս տարվա փետրվարին։ Ըստ ամերիկյան կողմի, նա մուտք գործելով Միացյալ Նահանգներ նախատեսված ժամկետում չի լքել երկիրը։ Ամերիկյան դատարանն այս հարցին զուգահեռ նաև քննում էր Ղուկասյանին Հայաստանին արտահանձնելու գլխավոր դատախազության միջնորդությունը։ Դոգ կուսակցության ղեկավարը Հայաստանում մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար, սակայն նա մեղադրանքները չի ընդունում։ Առայժմ հայտնի չէ, արդյոք գլխավոր դատախազությունը նոր միջնորդություն կներկայացնի ԱՄՆ իշխանություններին, պնդելով արտահանձնման պահանջը։ Պարզ չէ նաև ամերիկյան դատարանի որոշումից հետո Վարդան Ղուկասյանն արդեն ազատության մեջ է, թե ոչ, սակայն օրերս նա հեռախոսով հարցազրույց էր տվել Փակ TV-ին, որտեղ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին անդրադառնալուց բացի նաև վստահեցրել է, որ մասնակցելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին, չբացառելով հետընտրական կոալիցիա կազմելու հնարավորությունը։ Կապված ընտրությունների հետ իհարկե պարոն Ղուկասյանը մասնակցելու է, այսինքն Դոգ կուսակցությունը մասնակցելու է։ Դաշինքով թե միայնակ դրա մասին իմ կարծիքով խոսելը դեռ շուտ է, բայց որ մասնակցելու է 100%-ով, հակառակ դեպքում մեզ ամբողջ պայքարը եւ այս ազատազրկումը էլի համար է։ Ղուկասյանի ղեկավարած նախկին հանրային ձայն կուսակցությանը 2023-ի Երևանի ավականու ընտրություններում հաջողվեց 7 մանդատ ստանալ, հետագայում սակայն խմբակցությունը պառակտվեց։